Այսինքն ուղղորդված խնդիր է լուծվում քաղաքական մի ուժի դեմ, որը չի թողնում Ռոբերտ Քոչարյանի հայտարարած կոնսենսուս -1-ը տեղի ունենա, որ մնա դաշտում միայն ԿՊ, որտեղ իրենք հաշվել են, որ ԿՊ-ի վարկանիշը վերջ այսքան է 30-35%, ու ով կարող է նրանց փրկել 2026 թվականի ընտրություններին, կամ եթե հիմի արտահերթ լինի, այս ուժը։ Հետևաբար այս ուժին ոչնչացնել ու խաղից անել է պետք։ Հետևաբար ուղղորդված գնում են այդ ուղղության վրա։ Այդ ուղղության վրա բոլորի ներվերը չի, որ կարող է դիմանալ։ Բայց եթե այդ ներվերին չես դիմանում ու տեղի ես տալիս, ասենք Տիգրան Տեր-Մարկարյանը հրաժարական է տալիս, ստացվում է, որ իրենք հասել են իրենց արդյունքին։ Ոչ, Տիգրան Տեր-Մարկարյանը հրաժարական չպիտի տա։ Եվ ընդհանրապես խնդիրը իրավապահների դաշտում է։ Երեկվա տեղի ունեցածը, եթե Հայաստանի Հանրապետության իրավապահները ընդունեին որպես հաղորդագրություն հանցագործության մասին, որ թղթապետը հայոյել է, նայել այնտեղ ասել է, որ կոռուպցիոն դեպքեր կան եւ այլը, որից հետո ինքն էլ է հայոյել, հաշվի է կանչել, այդ առումով այսօր առավոտյան Տիգրան Տեր-Մարկարյանին կանչեին հարցակնության, թե ինչու ես հայոյել, նրան էլ կանչեին արդյոք այդ մանկապարտեզը հանձված է, թե հանձված չէ, քո ասածը զրպարտություն է, թե զրպարտություն չէ, մարդու արժանապատվությունը վիրավորել է, թե վիրավորել չէ, այս բաները տեղի չէին ունենա, միանշանակ տեղի չէին ունենա, չէ։ Իսկ եթե չեն կանչում, հաջորդը շատ ավելի ծանր է լինելու։ Շատ պարզ բան ասեմ, ասենք այսօր, որ ինքը գալիս էր քաղաքապետարանի դեմ, Տիգրան Տեր-Մարկարյանի տղան բարձր դասարանի աշակերտ, ամրակաց պին տղա Դավիթը։ Կարող էր դանակը վերցնել, գար ասել իմ հորս էդ էս ասում, ու հետո ինչ էինք ասելու, վայ, ողբերգություն տեղի ունեցավ։ Հանցագործությունները պիտի կանխարգելել։ Եթե երեկվա տեղի ունեցածի մեջ գոյություններ հանցագործություն, այդ հանցագործությունը պիտի կանխատեսել, որ այսօր նման բան կարող էր լինել, ու այդ պիտի կանխարգելվեր, ու այստեղ իրավապահ մարմինները լուրջ անելիք ունեն, որովհետև եթե դրա դեմը չառնվի, նման պահվածքի, նման հասարակական ակտիվիստների, չակերտավոր հասարակական ակտիվիստների դեմը չկանգնվի, սրանք մտնելու են ցանկացած մեկի տուն ու անկողի, մատի ու մատանու արանքը, այս անթույլատրելի է։ Մենք որոշակի նկարագիր ունեցող ժողովուրդ ենք, այդպես չի կարելի։ Պարոն Սարգսյան, պարզապես նախորդ իշխանության օրոք մարդկանց ծեծում էին փակ դռների հետևում, զուգարաններում, պատիեզներում, իսկ հիմա այս ժողովրդավարության համարվող իշխանության օրոք պաշտոնյայի ընդունարանում եւ ուղիղ եթերում, սա մտահոգիչ չէ։ Նարեկ ջան, քո համեմատությունը բացարձակ տեղի չի։ Բացարձակ։ Այդ քո համեմատությունն է, որ նման մարդկանց նման ոգևորության հնարավորություն է տալիս։ Ինչու՞։ Որովհետև Պողոս Պողոսյանը չէր գնացել Ռոբերտ Քոչարյանի կաբինետի առաջ, ասել դե իջի այդ կաբինետից հետ։ Չկար նման փոց, չկար նման հասարակական ակտիվիստ, որ գնար ու հրահարեր պետական իշխանությանը։ Որտեղ կոռեկտ սովորական բարևել էր մարդուն, սրճարանում նստած, որ իր կուրսեցին է, ու բարևը դուրս չգալու համար տարել էին զուգարանում ծեծելով սպանել էին։ Հիմա այս մարդը գնացել է նախ ինքը կեղծ տեղյակ չլինելով, որ կամ լավ էլ տեղյակ լինելով, որ մանկապարտեզը հանձնված չի, որ գումարը վճարված չի, հանրությանը մոլորեցրել է, լարել է իշխանության դեմ, լարել է քաղաքի, քաղաքապետարանի, քաղաքապետի, թաղապետի դեմ։ Դրանից հետո ապացուցի, որ այ ընկեր, այդ մանկապարտեզը դեռ հանձնած չի։ Դրանից հետո, երբ որ իրեն ասել են, որ քեզ կանչել են, առաջարկել են աշխատանք, բարձր աշխատանք, դու միևնույն է չես ուզել, քո ասածն ուրիշ բան է, արի զրուցենք, խնդիրը հասել է հայոյանքների եւ այլնի, հաջորդ օրն էլ եկել է, դու ասում էիր, որ ես, չգիտեմ, վախեցել եմ, չեմ եկել, այ հիմի եկել եմ, դե իջի։ Ու ես դուք համեմատում եք Պողոս Պողոսյանի պահվածքի, ու ասում եք ինչ տարբերություն, տարբերությունը ահռելի է։ Տարբերությունը սարեր ձորերի մեջ է։ Գիտեք ինչ, նախորդ իշխանությունը միշտ է այդ կարգի մարդկանց օգտագործել։ Միշտ այդ կարգի մարդկանց օգտագործելով պաշտոններ է տվել։ Ես լավ հիշում եմ, ասենք, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին։ Ինքը պատմություն էր պատմում, որ Շաքեի ջրամբարում ջրվեժում լողանալու ժամանակ ինքը եղբորս Վազգենին ասել է, Վազգեն, ինձ երբ ես մարզպետ նշանակելու։ Վազգենն էլ ասել է, երբ որ ես կաթողիկոս կդառնամ, այդ ժամանակ դու մարզպետ կլինես։ Ու քահքաղ ծիծաղել են։
Դրանից հետո եկավ Ռոբերտ Քոչարյանը ու Սուրեն Խաչատրյանը մարզպետ նշանակեց։ Ինքն բնականաբար պիտի ասի, որ Ռոբերտ Քոչարյանից լավ նախագահ չկա։ Այս գործելավոճը կամ հոկտեմբերի 27-ից հետո խոսում է բանակից, թող նայեն մինչև հոկտեմբերի 27 քանի զինվորական է եղել գեներալ ու Ռոբերտ Քոչյանը ինչքան զինվորականի գեներալի կոչում է տվել։ Կամ ինչի Ռոբերտ Քոչյանը այսօր մարտի 1-ով բանտում չի։ Ես ուզում եմ այդ համալսարանը, որ գնացել է, այդ երեխաները դիմանան։ Հարգելի ուսանողներ, ինքը բանտում չի, որովհետև ինքն ասում է, որ ես հրանք չեմ տվել, որ զորք դիշնի քաղաք։ Ինքն ասում է, որ ինքը այդ ուժեղ տղամարդ, պին բռունցք լինելով անտեղյակ է եղել ու պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն է այդ հրամանը տվել։ Ու ինքը անտեղյակ էր, ինքը երկրի նախագահն էր, բայց ինքը անտեղյակ էր։ Իսկ սահմանադրությամբ զորքը քաղաք իջեցնելը այդ բացարձակ անթույլատրելի բան է։ Եվ զորքը իջեցրել է քաղաք։ Ու գիտեք, Միքայել Հարությունյանը եղբոր ժամանակ շտաբի պետ է եղել, իր ժամանակ նախարար, նորմալ սպայ է։ Ես հարգում եմ այդ մարդուն։ Բազմաթիվ մարդիկ կան, որ հազար ու մի թերություններ կնշեն, բայց ես այդ մարդուն հարգում եմ։ Ու այդ մարդը այսօր Հայաստանում չի։ Միմիայն նրա համար, որ Ռոբերտ Քոչյանը իր արածը գցել է այդ մարդու վրա, այդ մարդու վրա ցուցմունք է տվել։ Ու քանի որ մարդը չկա, չի լինում ապացուցել, որ ինքը սահմանադրական խախտում է արել ու զորքը մտցրել է քաղաք։ Այս մարդն է Ռոբերտ Քոչարյանը։ Ու այս ամեն ինչը իր կազմակերպածն է։ Ցավոք իմ կուսակցության անդամները պարզ մտածող մարդիկ են։ Ամբողջ կյանքում պայքարած այդ Տիգրան Տեր-Մարգարյանի մասին որ խոսում են, այդ Տիգրան Տեր-Մարգարյանը նախորդ իշխանության ժամանակ 3 տարի դատապարտվել է հանրահավաքին մասնակցելու համար։ Իսկ այս հանրային ակտիվիստները ով են, որ երկրի քաղաքացի են, այդ մասին պիտի մի ուրիշ հանրային ակտիվիստ կամ իրական լրագրողը հետաքրքրվի։ Դե քաղաքացի հանրային ակտիվիստ դարձել, որ մի հատ էլ է վերակացել գնացել է թաղապետարան ու թաղապետարանում իրեն ծեծել են։ Հանրային ակտիվիստը վաղը գնալու է, չգիտեմ, պետության անվտանգության խորհրդի նիստի, ու ասելու ես քանի որ հանրային ակտիվիստ եմ, պիտի մասնակցեմ այս խորհրդի նիստին, որովհետև բան ունեմ ասելու։ Այս է այդ պահվածքի շարունակությունն ու վերջը։ Ու թե այդ որ կաբինետներում է գրվում, ես այդ շատ լավ հասկանում եմ։ Շատ լավ հասկանում եմ։ Ու նորից եմ կարկանում։ Խնդիրը ոչ թե որևէ մեկի պաշտոնի մնալու կամ պաշտոնից դուրս գալու խնդիրն է։ Մեր կուսակցական թիմը ամբողջ թիմով կարող է պաշտոնից հրաժարվել։ Մենք այդպիսի խնդիր չունենք։ Մենք այս 25 տարիների մեջ տարանջատվել ենք միմյան մի բանի համար, մեր մյուս ընկերներից, որոնք քաղաքական առումով կողմնորոշում են ունեցել դեպի Ռուսաստան։ Ուրիշ տարանջատման խնդիր չի եղել։ Ու եթե որոշ դեմքեր իրենց փորձում են համեմատել Ալբերտ Բազարյանի կամ Վաղարշակ Հարությունյանի հետ, այդ համեմատությունը զրո տեղ չունի, որովհետև այդ մարդիկ խոստովանել են, այդ մարդիկ անկեղծ են եղել իրենց քաղաքական ուղղվածության մեջ ու գնացել են այդ ուղղվածության մեջ։ Իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են համեմատվեն, պինդ արևմտամետ են եղել, հետո դարձել են պինդ ռուսամետ։